Բողոքս վերաբերում է նրան, թե ինչպես պոլիտեխնիկական համալսարանը, մասնավորապես պոլիտեխնիկական համալսարանի լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրեն եւ միաժամանակ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը մասնագիտական բարեխղճությանս համար ինձ հասցրեց դատարաններ եւ ընդհուպ հասան նրան, որ ինձ զրկեցին պոլիտեխնիկական համալսարանում դասախոսելու իրավունքից։ 2012 թվականից աշխատել եմ պոլիտեխնիկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում, նախ որպես ասիստենտ, ապա դոցենտի կոչում եմ ստացել նույն համալսարանում եւ աշխատել որպես դոցենտ։ 2017 թվականին կենտրոնի տնօրեն Տիկին Պետրոսյանը ինձ է տրամադրում հայոց լեզվի ուսումնական ձեռնարկ նախատեսված պոլիտեխնիկական քոլեջի ուսանողների համար։ Եվ նշում է, որ եթե սխալներ նկատեմ, իրեն զգուշացնեմ։ Սակայն առաջին իսկ օրերին նկատվում են կոպիտ սխալներ, այդ մասին ասվում է եւ ոչ միայն իմ կողմից, այլև մյուս մասնագետների դասախոսների կողմից էլ նշվում են այդպիսի սխալներ, այնինչ արհամարանքով ասում է, թե վրիպակներ են։ Դրանից հետո հնարավոր չի լինում որևէ կերպ հասկացնել, որ հիրավի ձեռնարկը առլեցուն է բազմաթիվ սխալներով, հարյուրավոր կոպիտ սխալներով։ Եվ ուսումնական տարվա վերջին մի հարցի շուրջ եմ խոսում, ասում եմ մի թերության մասին, սակայն հաջորդ օրը ամբիոնի դասախոսների ներկայությամբ բառից բուն իմաստով հարձակվում է, այսպես հարձակողական ոճով ինձ մեղադրում է ճիշտ չլինելու մեջ, փորձում է բոլորի մոտ նսեմացնել ինձ։ Այնուհետև ճնշումներ են տեղի ունենում իմ նկատմամբ եւ ճնշումները շարունակվում են, հաջորդ տարի շարունակվում է աշխատանքը նույն ձեռնարկով, առաջին տարին այդքան խորամուխ չենք եղել մանրամասների մեջ, բայց եւ նկատել ենք կոպտագույն սխալներ, ինքս լավ պատրաստված մասնագետ եմ, կարիք չի եղել, ասենք ինչ-որ սովորական թեմա ուսուցանելու համար այդ ձեռնարկից օգտվել կարդալ, առաջադրանքները կատարվել են եւ նկատվել են սխալներ եւ երկրորդ տարին արդեն իսկ ավելի շատ սխալներ բացահայտեցինք անմիջականորեն խորամուխ լինելով եւ բնականաբար ցանկացել եմ իրենց օգնել ձեռնարկի սխալները ուղղելու համար։ Սակայն իրենք թե ինքը եւ թե համահեղինակը սվիններով են ընդունել այդ ամենը։ Եվ երկրորդ տարվա վերջին մի այսպիսի դեպք է տեղ ունեցել, ասել են, որ նույն բառը 3 տարբեր ուղղագրությամբ է տրված ձեռնարկում։ Փոխանակ ընդունեին, մտածեին, որ դրանցից որն է ընդունելի, հաջորդ հրատարակության մեջ ուղղեն, հաջորդ օրը համահեղինակը մի քանի գիրք է բերում եւ ուզում է ինձ ապացուցել, որ տարբեր ձեռնարկներում տարբեր ուղղագրությամբ է տրված եւ օրինակ չրախ բառերը միտեղ 2 ըյով է, միտեղ 1 ըյով է եւ դա օրինակելի են համարում։ Իբրև թե այդպես կարելի է քոլեջի ուսանողների համար այդպիսի սխալներով, թերություններով ձեռնարկ։ Ինքս բացատրել եմ, որ կանոն գոյություն ունի։ Դասախոսը բացատրում է ուսանողին կանոնները, ուսանողը տեսնում է ուրիշ իրողություններ, որոնք չեն համապատասխանում դասախոսի ասածին։ Ինչ կարող է տեղի ունենալ լսարանում։ Դասախոսը անմիջականորեն վարկաբեկվում է, պախարակվում է, ուսանողները սկսում են բողոքել, դժգոհել, տարբեր վայրերում խոսել, ասել դասախոսի մասին։ Իսկ դասախոսը փորձում է լուծում գտնել, ինչպես այդ հարցը կարգավորել։ Իրենք չեն ընդունում որևէ սխալ։
Եվ ստիպված ասում եմ, ես չեմ ուզում ձեզ հետ վիճել, ձեզ կներկայացնեմ գրավոր իմ կարծիքը, դուք ինքներդ որոշեք, թե ինչպես կվարվեք, եւ ինձ ասում է, ինչի դու ով ես, գրաքննիչ ես, ինչ ես։ Պատկերացնում եք, գիտական աստիճան, կոչում չունեցող մեկը, որ երկար տարիներ աշխատել է եւ ամբիոնի վարիչի հետ ձեռնարկներ հրատարակել, պատվոգրեր ու շնորհակալագրեր է ստացել, ինձ այսպեսի հակադարձում է անում։ Ես էլ ասում եմ ամբիոնի դոցենտ եմ, տեխնացու դոցենտ եմ, այդտեղ կարծում եմ վիրավորական ոչինչ չկա։ Իմ վիրավորվելու փոխարեն այն ինչը ասում են ինձ, բանը իրենք են վիրավորվում նեղանում եւ օգոստոսի վերջին ինձ այդ մասին հիշեցնում է ամբիոնի վարիչ Տիկին Պետրոսյանը եւ ակնհայտորեն բոլորի ներկայությամբ եւ աշխատակիցներ մեծ մասամբ կանայք են, նաեւ մեկ տղամարդ կար ինձ հետ աշխատող, պարոն Միքայել Հայրապետյանը, գրականագետ եւ հասարակական, քաղաքական լայն գործունեություն է ծավալում, հայտնի անձնավորություն է։ Պարոն Միքայել Հայրապետյանը ներկա չի եղել այդ նիստին, ինձ ի տարբերություն մյուսների ծանրաբեռնել է քոլեջի դասաժամերով, գիտական աստիճան կոչում չունեցողներին կրկնակի ավել բակալավրական դասաժամեր է բաշխել, ինքս տեխնացու դոցենտ, նույն կարգավիճակում նաև Հայրապետյան Միքայելը, բոլորի ներկայությամբ ասում է Հայրապետյան Միքայելը ռեկտորի ընկերն է, իրեն միայն բակալավրական ժամեր եմ տվել։ Մյուսը այդ պահին հրաժարվում է քոլեջի ժամերից եւ այլն ընդառաջում է, բայց որ հարցը հասնում է ինձ, ասում եմ մեկ խմբից, խնդրում եմ ազատել ինձ, քանի որ ավագ դպրոցում էլ դասաժամեր ունեմ եւ հնարավոր չէ այդ դասաժամերը պարապել։ Ասում է դու ամբիոնի դոցենտ ես, վիրավորական տոնով, դու պարտավոր ես բոլոր ժամերը ստանձնելու, ստիպված եմ լինում այդ մասին հաղորդել պրոռեկտորին, ինքն է ուղարկում պրոռեկտորի մոտ, ասում է գնա ասա թող այդ դասաժամերի հարցը կարգավորեն։ Եվ ստիպված եմ լինում պրոռեկտորին ասել, արդեն 2 տարի շարունակ մենք ծանր հոգեվիճակում ուսանողների առջև խայտարակ լինելով շարունակում ենք աշխատել եւ նույնիսկ նախարարությանը բողոք է եղել անանուն բողոք ուսանողների ծնողների կողմից, որ խայտարակ սխալներով գրքեր են հրամցվում ուսանողներին։ Եվ բոլորը այդ մասին խոսում են, մասնագետներից շատերը գիտեն, հաղորդ են այդ ամենին, եւ ստիպված պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանին ասում եմ, որ սխալաշատ ձեռնարկ է տրամադրվել ուսանողներին, ինքս էլ ասել եմ եւ չեմ կարողանում այդ կանանց հարձակումներից ազատվել, այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Ինձ թվացել է, թե պիտի որոշ լուծում գտնեն, այնինչ ավելի վատ օրեր անց Տիկին Պետրոսյանը ամբիոնի մի քանի դասախոսների ներկայությամբ գոռում է վրաս ձեռքը խփում է սեղանին, եթե սխալներս չես դրել սեղանից, քեզ դատի եմ տալու։ Փոխանակ գնար, փորձեր պարզել, ճշտել, թե ինչ բնույթի սխալներ կան, ինչ սխալներ կան, հետո նոր ինձ մեղադրեր բոլորի ներկայությամբ եւ վիրավորեր, միանգամից այսպիսի հարցակողական ոճով, ինչպես նախկինում է եղել, ասում է մի խոսքով, որ եթե սխալներս չես ներկայացրել, քեզ դատ եմ տալու։ Ստիպված եմ լինում մակերեսորեն 7 էջի սահմաններում, իհարկե սխալները չափազանց շատ են, եւ պատկերացնում եք, որ մի մասնագետ այդքան ժամանակ տրամադրի, սրտացավությամբ ցանկանա օգնել, շնորհակալ լինելու փոխարեն հակառակը վիրավորեն եւ ընդհուպ հասնեն դատարաններ։ Եվ մեկ ամիս անց ժողով է կազմակերպում, որ իբր քննարկենք այդ ուսումնական ձեռնարկը։ Ընդլայնված նիստ նաև հրավիրում է անգլերենի եւ ռուսերենի ամբիոնների վարիչներին մի քանի աշխատակիցների հետ։ Այնինչ ինքս գլխիս գալեքը չգիտեի,
Ես սովորականի նման 8:30-ից աշխատել եմ ավագ դպրոցում, այնուհետև շարունակել եմ քոլեջում, բակալավրատում, ժամը 8:30-ից մինչև 3-ին 15 պակաս ծանրաբեռնված պարապել եմ եւ 3-ին սկսվել է նիստը։ Գնացել եմ ամբիոն, ինձ տվել է իմ կարծիքը, գրախոսությունը, ինքն է պահանջել։ Տվել է գրախոսությունը, թե ստորագրիր սրա ներքո։ Ստորագրել եմ, ինչ կար չստորագրելու, ինչ խնդիր կարող էր լինել։ Եվ հետո նկատեմ գալիս են այլ ամբիոնների մասնագետները, եկեք։ Ես նստած համահեղինակը այդ ձեռնարկի իմ գործընկերուհիներից մեկի հետ, որ ինքս մեթոդական ուղեցույց եմ կազմել, այդ տիկնոջ ականջին հսպսալով դուրս է գալիս լսանից, հետո ներս են գալիս։ Ինչևէ, ինձ ասում է կարդա, եւ կարդում եմ իմ կարծիքը։ Կարծիքումս նշել եմ։ Եվ գուցե փոքրինչ խիստ եմ գրել, որովհետեւ արդեն անհնար էր խիստ չգրելը։ Ինչպես կարելի 2 տարի շարունակ մարդուն նեղել, վիրավորել, եւ այնուամենայնիվ ինքս չեմ բողոքել, ինքս իրեն դատի չեմ տվել, բայց հակառակը իրենք են մեզ մեղադրում, ամբաստանում, վիրավորում։ Եվ սկզբանե գրվել է, կարելի է կարծել, որ հայոց լեզվին նվիրված յուրաքանչյուր ուսումնական ձեռնարկ կազմվելով նախորդ նմանատիպ ձեռնարկների եւ հայրենագիտական աշխատությունների տվյալների հիման վրա առավել հղկված ու կատարյալ պետք է լինի։ Մինչդեռ ցավոք սրտի, սույն ձեռնարկն ունի այնքան լուրջ թերություններ, որ թվում է կազմվել է լեզվական գիտելիքին որևէ առնչություն չունեցողի կողմից եւ չեմ սխալվել։ Այնինչ իրենք վիրավորվել են սրանից։ Իրապես այն տպավորությունն է, որ կարծես այդ ձեռնարկը կազմողները մասնագետներ չլինեն, որովհետև այնպիսի սխալներ են, որ 4-րդ դասարանի աշակերտը կարող է գիտակցել, ընկալել, առաջին կուրսի ուսանողը կարող է գիտակցել, ինչպես է, որ մասնագետները տասնամյակներ շարունակ աշխատում են եւ այդ սխալները, թերությունները չեն գիտակցում։ Եվ այնուհետև շատ դեպքերում ծանոթ չլինելով հայրենագիտության վերջին նորություններին հաղորդում են 60-ից 70-ական թվականների գիտելիքներ։ Եվ հետո շարադրանքում, առաջադրանքներում տրվել են այնպիսի օրինակներ կամ բնագրային հատվածներ, որոնք բարբառային խոսակցական կնիք ունեն։ Բնագրային հատվածների հեղինակային պատկանելությունն էլ արտացոլված չէ, եւ Պոլիտեխնիկի քոլեջի ուսանողները ինչ պիտի սովորեն, երբ որ ներկայացվել են սխալ բացատրություններ, բարբառային խոսակցական բառեր ու բառաձևեր ամենուրեք եւ հարյուրավոր կոպիտ սխալներով է ձեռնարկը։ Մի խոսքով եւ շարունակության մեջ բավական լուրջ սխալներ են ներկայացվել։ Եվ այս մասին էլ անպայման ուզում եմ ասել, որ մի այսպիսի հատված կա, եւ սկզբում էլ նշել եմ, որ բնագրերի հեղինակները արտացոլված չեն, նշել ենք, որ բնագրային վկայությունները տրված են առանց հեղինակային պատկանելություն նշելու, որը կարծում եմ անթույլատրելի է, այն կարելի է համարել գրագողություն։ Այսինքն ցանկացել եմ գործընկերներից հուշել, հասկացնել, բացատրել, որ չի կարելի այդպիսի ձեռնարկ կազմել եւ ձեռնարկը, որը պետք է միտված լինի գրական լեզվի օրինաչափությունները ուսուցանելու քոլեջի ուսանողներին, հեղեղված լինի բնագրային այնպիսի օրինակներով, այնպիսի տեքստերով, որոնք բարբառային են, խոսակցական են եւ հեղինակային պատկանելություններ տեղում նշված չէ, որ ուսանողը ինքը հասկանա, որտեղ ավարտվում Հովհաննես Թումանյանի խոսքը, Նարդոսի խոսքը եւ որտեղ է սկսվում հեղինակի ներկայացրած նախադասությունը, միտքը, խոսքը։ Չենք ուզում այլ օրինակներ ասել եւ շարունակվում է նիստը, ընդդիմախոսում է Տիկին Պետրոսյանը։
առաջին իսկ նախադասությունները։ Վալենտին Խաչատրյանը իրավունք ունի մեր շարքերում աշխատելու։ Եվ սկսում է մեկ առ մեկ հերքել ակնհայտ սխալները, թերությունները եւ փորձում է հնամենի դասագրքերով իրականացնել այն։ Այնինչ սկզբանը ինքս գրել եմ, որ այսօրվա ըմբռնումներին չեն համապատասխանում շատ իրողություններ, ի վերջո հայրենագիտությունն էլ է զարգացում ապրում։ Ինչևէ, փորձում է ներկաներին համոզել, որ ինքը չի սխալվում, ինքը ճիշտ է, այնինչ Վալենտինն է սխալ, ասում է գիտական խոսք կազմել չգիտի Վալենտինը, Վալենտինը ինչպես է պարապում գիտական խոսքին վերաբերող դասը, պետք է շուտապույտ դասալսումներ կազմակերպել եւ առհասարակ Վալենտինը գիտական գրականությանը ծանոթ չէ։ Պատկերացնում եք մասնագետի համար որքան վիրավորական է այլոց ներկայությամբ այդպիսի անվաստանությունը, հանիրավի վարկաբեկումն ու զրպարտությունը։ Եվ դա դեռ ոչինչ։ Խոսքը տրվում է համահեղինակին։ Մի անգամից վրա է բերում։ Մի բան էլ ես ավելացնեմ, Վալենտին Խաչատրյանը մեթոդական ուղեցույցում 45 թե չգիտեմ մոտավորապես եմ ասում, որքան բառ արտագրել է Հենրիկ Գալստյանի ճիշտը եւ սխալը գրքից։ Պատկերացնում եք, երբ որ մեր մեթոդական ուղեցույցը վերաբերել է արդի հայրենում տարածված սխալներին, ինչպես կարող են բառերը չկրկնվել, դա ինչ անհեթեթ միտք է, դա մասնագետի, ասենք, խոսք է, ինչպես կարող են բառերը չկրկնվել, դա համարում է արտագրություն, ուզում է ցույց տալ, թե արտագրել ենք, կամ որևէ մասնագետ արդյոք կարող է հիշել մի այնպիսի դեպք, որ համախմբեն քննարկելու որևէ աշխատանք, ուսումնական ձեռնարկ եւ գրքի ձեռնարկի հեղինակը մի անգամից հակադարձի այդ կարծիքն արտահայտողի մեկ ուրիշ աշխատության մասին վարկաբեկիչ արտահայտություններով։ Սա արդեն խոսում է թշնամության մասին, սա խոսում է սադրանքի մասին։ Եվ ի վերջո չեմ դիմանում եւ ասում եմ, որ շրիշակից ցածր մակարդակի մասնագետների քննարկելու ոչինչ չունեմ։ Այդպես էլ ասում եմ եւ դուրս եմ գալիս։ Ճիշտն ասած, հետևիցս խոսում է, գոռում է եւ սպառնում է դոցենտի կոչումից զրկել ինձ։ Հետո հեռախոսային զրույց եմ ունենում իմ մեթոդական ուղեցույցի համահեղինակի հետ, նա ասում է որոշվել է ձեռնարկը գործածության մեջ թողնել։ Ինքս կարծիքումս ասել եմ, որ այս ձեռնարկում սխալները, թերությունները այնքան շատ են, որ այդ ամենը վերհանելու, նկարագրելու համար նույնքան ծավալի շարադրանք է պետք։ Եվ չեմ սխալվում, եւ ի վերջո եզրակացրել եմ, որ պետք է շուտապույտ այդ ձեռնարկից ձերբազատվել, ուսանողներին պետք է զերծ պահել այսպիսի ձեռնարկից։ Բայց եւ ճիշտն ասած շատ վիրավորված եմ գործընկերներիս պահվածքից, իրենց լռությունից, որևէ մեկը չի փորձել միջամտել, չի փորձել ասել, որ այս մարդը ճշմարտությունն է ասում, այս մարդը ինչ վատություն է արել, եթե ցանկացել է սխալները ուղղած տեսնել ձեռնարկի։ Չէ որ ինքը Տիկին Պետրոսյան Հասմիկը լինելով լեզուների կենտրոնի տնօրենը, ամբիոնի վարիչը, պետք է առավելագույնս պատվախնդրություն ունենար այդ սխալները ուղղելու։ Եվ երեկոյան փակ խմբում միայն մեր ամբիոնի դասախոսների կազմն է այդ խմբում Facebook-յան տիրույթում գրառում եմ կատարում եւ իրենց մասնագիտական որակներին է վերաբերում գրառում ես։ Իրենք ինձ հանիրավի վիրավորել են, անգետ են համարել, անտեղյակ են համարել ամեն ինչին եւ այլն, բնականաբար, եթե իմացողին չիմացողը, սա ուրիշ բան չի նշանակում, անգետ է անվանում, բնականաբար փոխադարձ արձագանք կարող է լինել, այդպես չէ։ Եվ
հետագայում իմանում եմ, որ պատրաստվում է ինձ դատի տալ։ Պատրաստվում է դիմել դատան, ստիպված եմ լինում բողոքս հղում եմ ռեկտոր Բոստանիկ Մարոխյանին։ Թե ինչերի միջով եմ անցել տարիներ շարունակ, 12 տարի արդեն այդ ժամանակ 7-8 տարի էր։ Ինչևէ, եւ հետաքրքրականն այն է, որ հաջորդ օրը այդ նիստի հաջորդ օրը ժողով է գումարում առանց իմ մասնակցության, որ գլխավոր զեկուցողը ինքս եմ եղել եւ ամբաստանագիր են կազմում իմ դեմ, այսպես կարելի է ձևակերպել, որոշում են ձեռնարկը գործածության մեջ թողնել, ինձ դատապետում են եւ այսպես ասած իմ արարքները դատապարտելի են համարում։ Պետք է արդարադատությունը որոշի ում արարքներն են դատապարտելի։ Այսինքն ազնվաբար, արդարացիորեն, բարեխղճորեն հարց են բարձրացրել, որ ձեռնարկի սխալներ ուղղեն, իրենք չեն գիտակցել եւ պատասխանել են, թե ամեն ինչ նորմալ է, արձանագրություն են կազմել իմ դեմ։ Եվ ռեկտորի պատասխանն է գալիս, հանձնաժողով է ձևավորվում, բրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի գլխավորությամբ ինձ պատասխանում են։ Ահա եւ այստեղ կա այդ պատասխանը, մի քանի կետերից բաղկացած այս պատասխանում նշված է, որ Վալենտին Խաչատրյանը վարկաբեկել է լեզուների կենտրոնի տնօրենին եւ ուզում եմ այս հատվածը անպայման կարդալ։ Հանձնաժողովը Հասմիկ Պետրոսյանի եւ Անահիտ Մարտիրոսյանի համահեղինակությամբ քոլեջի ուսանողների համար նախատեսված հայոց լեզու ուսումնական ձեռնարկում արկա վրիպակների առնչությամբ դիմումատուի մեղադրանքների վերաբերյալ եզրահանգումների համար հիմք է ընդունել հիշյալ հարցի քննարկման համար հայոց լեզվի ամբիոնում հրավիրված նիստի արձանագրությունը։ Մեղադրանքները հերկվել են, որոշվել է ձեռնարկը թողնել էլ չեն գրել թողել գործածության մեջ։ Իհարկե ճիշտը թողնելն է։ Եվ անգամ թե Վալենտինը գրել է, թե թշնամական վերաբերմունք կա իր նկատմամբ, պատասխանել են, որ մեղադրանքը համարում ենք մեր կապարանոց հայտարարություն, քանի որ իր աշխատած 8 տարիների ընթացքում առաջխաղացում է ունեցել, դոցենտի գիտական կոչում է ստացել, ուշադրություն դարձրեք։ Այն դեպքում, երբ այդ տարիների ընթացքում Վալենտին Խաչատրյանը ամբիոնում դասավանդվող առարկաների ծրագրերից բխող որևէ մեթոդական աշխատանք չի կատարել։ Այսինքն ինչ ասել է, սա եւս վիրավորանք է, հերյուրանք է։ Եվ ի վերջո հանձնաժողովում ընդգրկված է եղել նաեւ ամբիոնի դասախոս, գրականագետ, գիտության թեկնածու դոցենտ Հայրապետյան Միքայելը։ Եվ այստեղ կան Մարինկա Բաղդասարյանի ստորագրությունը, Արեգ Գրիգորյանի, որը նույնպես բրոռեկտոր է եղել, Բալումյան, Միքայել Հայրապետյան եւ Էլբակ Էլբակյան, որը մինչեւ օրս բրոռեկտորներից մեկն է։ Մարդիկ պատասխանել են, որ բոլոր սխալները հերկվել են։ Այսինքն նա կարողացել է գրականագետ Միքայել Հայրապետյանին համոզել, որ Վալենտինը սխալվել է։ Պատկերացնում եք, մասնագետներ են աշխատում, մասնագիտական ամբիոն է եւ Վալենտինը բարձրաձայնել է տարական սխալների մասին, այդ սխալները ամեն ոք կարող է գիտակցել եւ մասնագետները չեն գիտակցում, արդյոք չեն գիտակցում կամ ինչ է նշանակում, որ ամբիոնի վարիչի պահանջով այսպիսի արձանագրություն են կազմում։ Իբր թե կցված է եղել այդ արձանագրությունը ինձ մինչև օրս չի տրամադրվել ամբիոնի արձանագրությունը։ Եվ այդ ժողովը իրականացվել է առանց իմ ներկայության։ Այդ ժողովը արդյոք վավերական է։ Դատաիրավական առումով թույլատրել է, թե թույլատրել չէ, պետք է դատաիրավական համակարգը այդ վճիռը կայացնում։ Եվ
19 թվականից ինձ դատի են տվել, մեղադրել են իրենց զրպարտելու մեջ, իրենց վիրավորելու մեջ։ Եվ հատկապես զրպարտանքը համարել են այն, որ գրել եմ, թե բնագրային աղբյուրների հեղինակները նշված չեն, դա կարելի է համարել գրագողություն։ Նախ այդ միտքը արտահայտել եմ, գրել եմ եւ կարծիքը անմիջականորեն տրամադրվել է հենց հեղինակներին։ Հետևաբար դա չի կարող համարվել զրպարտություն 1։ Երկրորդ, իմ դիտողությունները հենված են իրական փաստերի վրա, որ ձեռնարկի էջերում այդպիսի նշումներ չկան։ Այնինչ քննության ժամանակ Տիկին Պետրոսյանը ինձ ցույց է տվել, որ գրականության ցանկի վերջում այդ մասին նշված է։ Այնուամենայնիվ ցույց է տվել եւ բոլորի ներկայությամբ ներողություն եմ խնդրել։ Եվ դրանից հետո զրպարտության մեղադրանքով դիմել են դատարանին եւ պահանջել են զրպարտության համար 2 միլիոն դրամ։ 7 միլիոն դրամի պահանջ են ներկայացրել, չգիտեմ, հանուն ինչի։ Իրենք ինձ վիրավորելով, վարկաբեկելով, զրպարտելով, հասցրել են մի վիճակի, որ ինքս մի աննշան պատասխան տամ, արձագանքեմ, եւ դա դարձրել են հիմք ինձ դատի տալու։ Եվ ահա 19 թվականից շարունակ հետաձգվել են դատական նիստերը եւ իրենք են հիմնականում հետաձգել 2 տարի այդ սարսափելի սխալներով ձեռնարկը թողել են գործածության մեջ եւ 21 թվականին վերամշակված տարբերակն են հրատարակել դարձյալ նույնպիսի սխալներով։ Այսինքն ինքս ժամանակին որոշ սխալների անդրադարձել, բայց հետագայում այդ 7 էջանոց կարծիքը հասցրել եմ 14 էջանոց կարծիքի եւ իմ կարծիքի հիման վրա կարծիք է տվել նաեւ Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի արդի հայրենի բաժնի վարիչ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Թաթուլ Ասոյանը։ Թաթուլ Ասոյանը իր կարծիքում հաստատում է իմ նշած բոլոր սխալներն ու թերությունները իր կողմից ավելացնելով նոր թերություններ, իրողություններ, որ ինքն է նկատել։ Եվ ահա Թաթուլ Ասոյանի կարծիքը ավելորդ չեմ համարում կարդալու մի քանի հատված։ Ըստ դասագրքի հեղինակների ձեռնարկը կոչված է լրացնելու տեխնիկական բուհի քոլեջի սովորողների համար հայոց լեզվից համահավաք մեկ միասնական դասագրքի կամ ձեռնարկի բացը։ Իսկապես նման ուսումնական ձեռնարկների ստեղծումը միայն դրական երևույթ պետք է համարել։ Հետո շարունակության մեջ ասում է, սակայն այս տեսանկյունից էլ ձեռնարկները ստեղծելիս պետք է շատ զգույշ լինել, խուսափել սխալներից եւ պաստողումներից, այլապես սովորողները հետագայում կհանդիպեն լեզվական խոչընդոտների։ Եվ մի խոսքով ասում է. թերի կամ ոչ ճիշտ սահմանումներ, սխալ գրության ձևեր ու բառագործածություններ, ձևակերպման սխալներ, բնագրային բարբառային խոսակցական օրինակներ, ձևաբանական եւ շարասական իրակությունների ոչ ճիշտ մեկնաբանություններ, տարբեր աղբյուրներից օգտվելու հետևանքով տեսական շարադրանքի անհամասեռություն եւ այլն։ Ահա ձեռնարկի այն թերությունների ոչ ամբողջական ցանկը, որոնք նշվում են Վալենտին Խաչատրյանի կողմից։ Պատկերացնում եք, եւ 7 էջանոց կարծիքը եւ 14 էջանոց այդքան սխալներ են ներկայացվել, թերություններ ներկայացվել, բայց ասում է ահա ոչ ամբողջը։ Եվ ասեմ, ձեռնարկում բերված օրինակները ցույց են տալիս, որ իրապես տարբերակված չեն բառ, բառաձև, բառահին, բառարմատ եւ արմատական բառ հասկացությունները։ Այսինքն ուրիշ ինչ պետք է լիներ, միայն այսքանը բավական չէր։ Եվ զարմանալի է, որ հնդածս այս կարծիքը դրել եմ իր սեղանին, բայց մենք հաշտվել ենք։ Պատկերացնում եք, երբ որ բրոռեկտորը ինձ պատասխանել է, որ բոլոր սխալները հերկվել են, ինքս առարկեցի
Փորձեցի բացատրել, որ այդպես չէ, ասաց միակ մասնագետը դու չես, պարոն Խաչատրյան, ես չեմ կարող 14 հոգանոց մասնագիտական խմբի կարծիքը հաշվի չառնել։ Եվ հորդորել է, որ գնամ հաշտվեմ, այլ ելք չեմ գտել, զորոց չեմ եղել որևէ քայլ ձեռնարկելու, երբ որ ամբողջ մի համալսարան իմ դեմ է դուրս եկել։ Ես չեմ կարողացել իմ արդարությունը, ճշմարտացիությունը առաջ մղել։ Եվ հաշտվել եմ, ներողություն եմ խնդրել, ինչ որ տեղ է ունեցել։ Չնայած ի սկզբանե իրենք պիտի ներողություն խնդրեին իրենց արարքների համար, որ ինձ հասցրել եմ մի վիճակի, որ ինքս էլ պատասխանել եմ, արձագանքել եմ։ Բայց հաշվի առնելով տարեկը, հաշվի առնելով, որ ամբիոնից բարիշն է, կենտրոնի տնօրենն եւ այլն, ներողություն եմ խնդրել իմ արարքների համար եւ հաշտվել ենք, սակայն հաշտությունից մեկ ամիս անց եկել է դատարանից այդ գրությունը, որ ինձ դատ են տվել 7 միլիոնի պահանջով սրբարտության համար, վիրավորանքի համար եւ այլն։ Եվ իհարկե, չգիտեմ ինչպես ասել, դատավորը փոխվել է, նոր դատավորը եկել, հավճեպորեն դատավճիռ է կայացրել, ինձ մոտավորապես 3-4 միլիոն տուգանել են։ Եվ ինքս, ճիշտն ասած, շատ ծանր ապրումներով ելույթ եմ ունեցել լեզուների կենտրոնի հաշվետու ժողովում։ Այս անգամ ներկա է եղել դարձյալ պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը եւ լեզուների ամբողջ կենտրոնը, ինքս նկարագրել եմ այն դժվարին իրավիճակը, հոգեկան ապրումները, որ ունեցել եմ դասավանդման ընթացքում, երբ որ ուսանողները ինձ հակադարձել են, այնինչ ինքս չի կարող ճշմարտությունը չասել իրենց, բայց ուսանողը կհասկանա դա, ուսանողը կմտածի, թե գրքում ինչ գրված է, այն է ճիշտը, պարոն Խաչատրյանն է սխալվում։ Եվ այդ ապրումներն եմ ներկայացրել տիկին Մարինկա Բաղդասարյանի ներկայությամբ եւ դատական այդ ընթացքը եւ ասել են, որ ուրիշ մասնագետի կարծիք էլ կա, ահա իմ կարծիքը, որ կարծիքումս մեկ առ մեկ հաստատվում են արդի գրականության հիման վրա հաստատվում է ամեն ինչ եւ հաստատող կարծիք կա ուրիշ մասնագետի, այդ մասին էլ եմ ասում։ Այնինչ որևէ արձագանք չի լինում համալսարանի ղեկավարության կողմից։ Այնուհետև նկատվում է, որ նաև 21 թվականի հրատարակությունն է սխալաշատ, այդ մասին փորձում եմ նոր ռեկտոր Գոր Վարդանյանին հաղորդել, դարձյալ արձագանք չի լինում։ Եվ ի վերջո այդ տարի ինքս իմ բոլոր ապրումները ներկայացրել եմ, մտածելով, որ գոնե նվազագույնը բարի կլինեն, հայցը հետ կվերցնեն։ Գոնե ռեկտորը, պրոռեկտորը կմիջամտեն, կասեն, սա ինչ բան է։ Անգամ ստիպված եմ եղել ասել, թե զանգվածային լրատվամիջոցներին կդիմեմ, նախարարությանը կբողոքեմ, ինձ ասել են ավելի վատ շանտաժի ես ենթարկում ես։ Եվ ինձ ծանոթագիր են ներկայացնում, որ պայմանագրից ժամկետը լրանում է սեպտեմբերի 1-ին եւ այլևս պայմանագիր չենք ընկնում։ Այդպիսով 24 թվականի սեպտեմբերից չեմ աշխատում պոլիտեխնիկական համալսարանում։ Դրանից հետո դիմել եմ նախարարին, բողոքել եմ, որ այսպիսի սխալներով ձեռնարկ են շրջանառության մեջ դրել եւ հետաքրքրականն այն է, որ երկրորդ հրատարակության մեջ իմ նշած սխալները ուղղել են եւ ինձ պատասխանել են եւ ռեկտորի ձևավորած հանձնաժողովն է պատասխանել, որ բոլոր սխալները հերկվել են եւ հաջորդ հրատարակության մեջ իմ կարծիքում ներկայացված սխալները մասամբ ուղղվել են, այդ գիրքը գործածությունից դուրս է հանվել, որ 4 տարի շրջանառված գիրքը մաշվեց այդքան շուտ, այսինքն իրենք ի վերջո հասկացել են, որ սխալաշատ է գիրքը եւ լրելային գործածությունից դուրս են հանել եւ պատկերացնում եք այս մեկ օրինակից բացի ուրիշ օրինակ չեմ կարողացել ձեռք բերել, անգամ կան իմ եւ իմ գործընկերների Facebook-յան
գրառումները, որ խնդրել եմ, պահանջել եմ, իրենք բոլորն էլ ունեցել են այդ ձեռնարկը, ոչ ոք ինձ չի տրամադրել եւս մեկ օրինակ, որ այլ մասնագետների կարծիքի ուղարկեմ։ Որ դատարանին համոզեն, որ իսկապես սխալաշատ ձեռնարկ է եղել, անհիմն չեն իմ ասածները, որպեսզի զրպարտության, չգիտեմ, վիրավորանքի համար դատարանը տուգանքներ չսահմանի ինձ համար։ Եվ անգամ գրադարանավարուն եմ դիմել, կա մեր խոսակցությունը Facebook-յան, ասում է ռեկտորը հրահանգել է, որ այդ ձեռնարկներին ձեռք չտան, պահված են։ Եվ իրեն էլ դիմել եմ, ասել եմ, պահանջել եմ, ասել է, որ այդ ձեռնարկները գործածությունից դուրս են մղվել։ Եվ ի վերջո կա նաև իմ եւ Տիկին Պետրոսյան Հասմիկի խոսակցության ձայնագրությունը։ Եվ այդ ձայնագրության մեջ ինքը այդ մասին ասում է, որ ձեռնարկը գործածությունից դուրս է եկել, անգամ ասում է 1000 սխալ կարող են լինել ձեռնարկներում, բայց մարկային հարաբերությունները, դեռ ինքն է մարկային հարաբերություններից խոսում, ընդհանրապես ինքս կարծիք եմ հայտնել մասնագիտական եւ չեմ էլ սխալվել, փոխանակ սիրով ընդունելու շնորհակալություն հայտնելու, ինձ հասցրել են այսպիսի բաց վիճակի դատարաններ եւ ընդհանուր աշխատանքից են զրկել։ Եվ այդ ձայնագրությունը նույնպես ներկայացվել է դատարան։ Եվ ահա դատաքննությունը տեղի ունեցել եւ դատաքննության օրը իրենց փաստաբանը ներկայացրել է այդ արձանագրությունը, որ կազմել է ընդլայնված նիստի, այսպես ասած, ժողով այդ խումբը։ Այդ արձանագրությունը այդ օրն է ներկայացվել եւ ռեկտորի պատասխանը։ Դրանք համարել են գործի լուծման հիմքեր եւ դարձյալ ինձ տուգանել են մի քանի 100,000, որ վիրավորել եմ, իրենք լավ մասնագետներ են եղել, ձեռնարկների հեղինակներ են եղել, մի շարք շնորհակալագրեր ու պատվոգրեր են ստացել եւ հայցում այդ շարքը տրված է, թե ինչ շնորհակալագրեր ու պատվոգրեր են ստացել ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի կողմից հիմնականում։ Եվ դա հաղթաթուղթ են դարձրել։ Դատարանը չի նայում իրական փաստերին, իրական հիմքերին, այն որ կան մասնագիտական կարծիքներ, կան իմ մասնագիտական կարծիքները հաստատող կարծիք, կան այդ ձեռնարկները, որոնք սխալաշատ են եւ մինչեւ օրս 21 թվականի հրատարակությունը գործածվում է քոլեջում։ Դրանք հիմք չեն ընդունում, հիմք են ընդունում այդ պատասխանները։ Եվ ասեմ, նախարարին բողոքել եմ եւ Տիկին Ժաննա Անդրեասյանը նախարարությունը իտեմս Տիկին Ժաննա Անդրեասյանի բողոքը հղել է Կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ պարոն Հայոսյանին։ Եվ իմ էլեկտրոնային հասցեին նամակ եկա, որ այդ բողոքը հղվել է ռեկտոր Գոր Վարդանյանին։ Այսինքն բողոքս գնացել է նույն տեղը, որ նախկինում իսկ պատասխանելն ամեն ինչ հերկվել է, մերժվել է, այսինքն այսպիսի բյուրոկրատական իրավիճակ եւ դարձյալ կարծում եմ, որ այդ բողոքի պատասխանը գրել է նույն ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյան, ինչպես նախկինում, որ ծնողները բողոքել էին այդ սխալների համար եւ նիստ գումարվեց, բոլորը սկսեցին գովաբանել Տիկին Պետրոսյան, թե նա չէր կարող սխալվել, սխալաշատ գիրք տպել եւ այլն, ինքս որպես մասնագետ չկարողացա որևէ բան ասել, արձագանքել։ Եվ ահա հանձնաժողովը որոշեց, որ ամեն ինչ նորմալ է, անսխալ է, եւ այդ կանայք իրապես անսխալականության եւ անմեղսունակության բարդույթով են կարծես տարապում, որևէ սխալ չեն ընդունում եւ հակառակը մեղադրում են միշտ ուրիշներին են մեղադրում։ Եվ ցես ասեմ, որ այդ սխալների մասին խոսում են, երբեմն ամբիոնում ինձ ասում էր Վալենտին ասա աշխատանքի կառուցվածքը վատն է,
Եվ երբ հաշվետու ժողովում ելույթ ունեցա ամեն ինչի մասին ասացի, վեր կացավ եւ նույն պրոռեկտորի ներկայությամբ ասաց, որ մի դոկտոր ասում է հոյակապ կառուցվածք ունի այդ գիրքը, ինչի մասին է խոսքը։ Պատկերացնում եք, որ մարդը տասնամյակներ շարունակ մասնագիտական գործունեություն ծավալի եւ պատական մասնագետ էլ չէ, ամբիոնի վարիչ է, լեզուների կենտրոնի տնօրենն է, այսպիսի միտք է արտահայտում, թե գիրքը հոյակապ կառուցվածք ունի եւ այն ձայնագրության մասին, որ նշեցի, այդ ձայնագրության մեջ նույնպես ասում է այդ մասին, ասում է, որ դարձյալ մի դոկտոր ասել է հոյակապ կառուցվածք ունի։ Ինձ ասում է դու չես ականավոր լեզվաբանը, բայց ես երբեք չեմ ասել ականավոր լեզվաբանը։ Ինքս իմ մասնագիտական կարծիքն եմ ասել եւ չեմ սխալվել։ Եվ դա ապացուցվում է դպրոցական դասագրքերով, արդի գրականությամբ, լեզվաբանական գրականությամբ։ Ինչևէ հիմա դիմել ենք վերաքննիչ դատարան, բողոքարկել ենք եւ իրենք էլ են բողոքարկել, որովհետեւ իրենց դրամական պահանջները չեն բավարարվել եւ ինքս նաեւ հունիս ամսին բաց նամակ եմ հղել նախարարին, քանի որ նախկին բողոքը Հայոցյանի միջոցով հասել էր ռեկտորին, նույն Գոռ Վարդանյանին եւ ինձ պատասխանել էին։ Խնդրեմ այդ պատասխանը կա իրենց կնիքով կարևորում եմ շատ այս մասին ասել եւ այսպես եմ պատասխանել ձեռնարկի հրատարակման համար ինչպես կարգն է հիմք են ծառայել արտաքին եւ ներքին գրախոսությունները Հայոց լեզվի ամբիոնի եւ լեզուների գիտակրթական կենտրոնի նիստերի համապատասխան որոշումները Ինքս այդ ամբիոնի դոցենտ եմ եղել, ինքս տեղյակ չեմ եղել, ծանոթ չեմ եղել, առնվազն պետք է ամբիոնում քննարկվեր այդ ձեռնարկը, հետո նոր տպագրվեր եւ ուսանողների սեղանին դրվեր, բայց ինքս ներկա չեմ եղել, ինչ որտեղ մտածել եմ, որ 1 տարի գործողված եմ եղել Լիբանան, այդ ընթացքում են քննարկել, բայց չէ որ ինքս հնդածս նկատել եմ այդ սխալները եւ այդ մասին ասել եմ Հետո ձեռնարկը 2014 թվականի հրատարակման երաշխավորել է արտաքին գրախոս, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը։ Վերահրատարակելիս դարձյալ դոկտոր Սերգո Հայրապետյանը եւ Հրաչյա Աճարյանի անվան լեզվի ինստիտուտի գիտությունների ակադեմիայի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Գալստյանը։ Իսկ վերահրատարակվելուց հետո համալսարանի պահանջով գրախոսել է Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի աշխատակից բանասիրական գիտությունների դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանը։ Դրական կարծիք են հայտնել։ Ինքս էլ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող եմ, շատ կարծիքներ եմ հայտնել, այսպես ասած, գրաքննել, գրախոսել, տարբեր աշխատություններ, մեր բաժնում դոկտորական ատենախոսություններ, դոկտորների գիտական ուսումնասիրություններ են քննարկվել, անգամ եղել են դեպքեր, որ դոկտորները անձամբ ինձ խնդրել են, որ կարդամ անպայման, ուշադրությամբ կարդամ եւ դրանից իրենք օգտվել են, վնաս չեն կրել եւ ընդ որում Այո, եւ հաճախ է լինում, որ կարծիքի մեջ նշվում է, որ այս թերությունները ունեն, բայց տպագրելիս հաշվի չեն առնում մասնագետների կարծիքները, այդ մասին է ընդհանրապես ուզում ասել, գուցե այս անձինք մասնագետները նշել են որոշ բաներ։ Մի խոսքով նշված է, որ այս երկու հեղինակավոր մասնագետների եւ անկախ դոկտորի գրախոսությունների արկայության պայմաններում համալսարանը ձեռնարկի նոր գրախոսման անհրաժեշտություն չի տեսնում վերջ։ Սրանով ամեն ինչ ավարտվում է։ Այնինչ սխալներով գիրքը մնում է ուսանողների սեղանին։ Այսինքն ամեն ինչ հերքում են, մերժում են եւ ով պիտի պատասխան տա այս ամենի համար Վալենտին Խաչատրյանը պիտի տուգանքներ, տույժեր կրի։ Բողոքս ուղղում եմ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կրթության եւ գիտության նախարար Ժաննա Անդրեասյանին, Գիտության
եւ կրթության կոմիտեի նախագահ պարոն Հայոցյանին, արտարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին եւ առհասարակ բոլորին, հայ ժողովրդին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, իրավաբաններին, դատավորներին, բոլորին։ Ի վերջո, սա կարևոր հարց է։ Մենք գիտենք, որ հայոց լեզուն մեր ինքնության պահպանման, մեր գոյության պահպանման կարևորագույն կրբանն է, կարևորագույն երաշխիքն է, բարձրագույն արժեք է հայոց լեզուն, չպետք է այդ աստիճանի ոտնահարել, նսեմացնել։ Եթե Հայաստանի Հանրապետությունում հայկական հողի վրա այսքան արժեզրկված է հայոց լեզուն, այսքան ոտնահարված է, ապա որտեղ պետք է սատարել, որտեղ պետք է պաշտպանել, նեցուկ լինել հայերենին։ Հայերենը, հայոց գրական լեզուն մեր գոյության երաշխիքն է, բարձրագույն արժեք է, մեր պետական լեզուն է, մեր գրական լեզուն է, մեր սրբություն սրբոցն է, եւ մենք պարտավոր ենք բոլորս պաշտպանելու։ Այնինչ նախարարի վարկագծի մեջ բաց նամակիցս հետո ոչ մի արձագանք չեղավ, որևէ այդպիսի միտում, այդպիսի քայլ չի նկատվում, որ մարդիկ ուզում են պաշտպան կանգնել մեր լեզվին եւ սխալաշատ ձեռնարկներ չտպել եւ սխալները չտարածել։ Ընդհանրապես այսքանը, խնդրում եմ բոլորին այս հարցին ուշադրություն դարձնել։